Օրեր առաջ Փաշինյանը իր առանձնատանը հավաքել է ՔՊ վերնախավին եւ մի լավ կերուխում արել, ինչպես հայաստանյան բոլոր հավաքույթները, Փաշինյանի առանձնատան կերուխումը եւս վերածվել է քաղաքական իրավիճակի եռուն քննարկման։ Փաշինյանի առանձնատան հավաքույթից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Նրա մի քանի թիմակիցներ մտահոգվել են իրենց վարկանիշի անկմամբ եւ կասկած հայտնել, որ կարող են 2026 թվականի ընտրություններին պարտվել։ Նրանց հատկապես մտահոգել է այն, որ իրենց վարկանիշի անկման ֆոնին բարձրանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Փաստորեն մեր քարոզչական ջանքերը ջուրն են գնացել, մտահոգվել է Փաշինյանի բաժակի ընկերներից մեկը։ Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին եւ ասել, որ ինքը ելքը կփորձի գտնել։ Վերջին տարբերակ Վահագը մեզ օգնական, ասել է Փաշինյանը։ Ներկաներից մեկը կեսկատակ կես լուրջ հարցրել է, թե իշխանության պահպանման անհնարինության դեպքում Փաշինյանը ում կզիջեր այն, արդյոք նախընտրելի կլիներ նրա համար ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը։ Փաշինյանը կտրուկ բացառել է Վանեցյանի տարբերակը, նախ հիմար խոսակցություն ես բացում, բայց քանի որ բացել ես, ասեմ, Վանեցյանին իշխանություն զիջելը բացառում եմ, նա շատ կարևոր պայմանավորվածություն է խախտել, որը ներում չունի, ասել է նա։